այսօր առավոտյան էլ էլի միջադեպ է գրանցվել, ու այս մարդը ամենտեղ որտեղ գնում է, մի զոհվածի հարազատ, մի անհետ կորածի հարազատ, մի գերու հարազատ, իր բողոքն է արտահայտում, այսօր էլ ասել է, բանի տեղ մի դրեք, թրենդ է սա արդեն դարձել։ Հա, թրենդ է դարձել, որովհետև դու ամեն բնակավայրում ունես մարդ, որին սպանել ես, ունես մարդ ու ընտանիք, որի ճակատագիրը խեղել ես, ունես դժբախտություն, որ բերել ես այդ համայնքին, այդ ընտանիքին։ Դրա համար էլ որտեղ գնում ես, առնվազն մեկը կա, որ տուժել է դրանից ու քո դեմ համարձակվում է այս բռնաճնշումների պայմաններում գա ու բողոքի ձայն բարձրացնի։ Ու Հայաստանի ժողովրդավարության պատկերը, այսօրվա պատկերն է, որ այդ պապիկի բերանը ձեռքով փակում են երևի ախրանիկները ու հեռացնում են հանրահավաքից։ Այդ դա է Հայաստանում ժողովրդավարության պատկերը։ Բայց երկրորդ բանը, որ ուզում եմ իրար հետ էլի շատ լավ պատկերացնենք, ժողովուրդ ջան, այս ամեն ինչը անում է նաև բացի նրանից, որ կարևոր թեմաները մոռացության տալու համար, նաև նրա համար, որ մենք բոլորս ազգով զզվենք այս ընտրաշավից, զզվենք, հոգնենք, չնայենք, չհետաքրքրվենք ու արդյունքում ընտրությունների չգնանք։